Իրականում հղիությունը բավականին բարդ process է, ճիշտ է բնական process է եւ յուրաքանչյուր կնոջ ենթագիտակցության մեջ արդեն իսկ դրված է այն միտքը, որ մայրանալու է եւ կան շատ հաճելի սպասումներ դրա հետ կապված, չգիտակցված նպատակներ դրա հետ կապված, բայց չմոռանանք, որ հղիությունը թե ֆիզիոլոգիական, թե հոգեբանական տեսանկյունից բավականին բարդ process է, որովհետեւ բերում է լուրջ ֆիզիոլոգիական փոփոխությունների, հորմոնալ փոփոխությունների եւ փոխվում է ամբողջ ներաշխարը, գիտակցությունը եւ անգիտակցականը կարելի է ասել մի փոքր տեղերով փոխվում են, որտեղ գիտակցությունը ավելի նեղանում է եւ կարծես թե կինը ավելի առաջնորդվի այն զգացողություններով, որոնք ավելի մոտ են բնականին, իսկ այդ զգացողությունների մեջ շատ մեծ դեր ունեն հենց էմոցիաները, հենց հույզերը եւ դրանով իսկ պայմանավորված է այն, որ կինը դառնում է ավելի խոցելի, ավելի զգայուն, ավելի էմոցիոնալ, բոլոր այն ազդակները, որոնց մինչ այդ կարող էր շատ հանգիստ արձագանքել, հղիության ընթացքում կարող է շատ դա փոխվել եւ դառնալ շատ զգացմունքային։ Միանշանակ այդ հղիության ամբողջ ցիկլի ավարտից հետո, բալիկի ունենալուց հետո, որոշ սկզբնական այդ երեխայի սոցիալիզացիայի փուլի ավարտից հետո, կինը վերադառնում է իր նորմալ բնականոն կենսագործունեությանը, իր նորմալ բնավորությանը եւ էմոցիաներին, բայց դրա համար միանշանակ պահանջվում է ժամանակ, որովհետեւ ծննդաբերական շրջանը դա ամբողջ շրջանն է, հղիության առաջին հենց փուլից, նույնիսկ ես կասեի այն պահից, երբ որ կինը որոշում է, որ ինքը ուզում է երեխա ունենալ, սկսած այդ պահից, մինչև որ երեխայի հետ սեպարացիայի պահը, այսինքն երբ որ երեխան դառնում է ինքնուրույն, իսկ խոսքը գնում է 2.5-3 տարեկան երեխայի մասին, այսինքն այդքան ժամանակ կինը դեռ գտնվում է իրականում ծննդաբերական, այսպես ասած, եւ նախահետ ծննդաբերական, շուրջ ծննդաբերական շրջանում իրեն հատուկ բոլոր առանձնահատկություններով։ Փոքրիկ շրջան կարող ենք առանձնացնել, դա առաջին 3 շաբաթն է ծննդաբերությունից հետո, այդ ընթացքում կինը առավել խոցելի է եւ օրինակ այդ տեսանկյունից, երբ որ ախտորոշվում է հետծննդյան դեպրեսիա, դա արվում է գոնե 40-45 օր անց ծննդաբերությունից հետո, այսինքն թողնվում է այդքան ժամանակ, համարվում է, որ այդքան ժամանակ բավարար է, որպեսզի կինը գա որոշակի հուզական կայունության եւ եթե չի գալիս, ապա արդեն անհրաժեշտ է դիտարկել արդյոք առկա է հետծննդյան դեպրեսիա, թե ոչ։ Կինը անպայման ունենում է այդպիսի նախածննդաբերական վախեր եւ նույնիսկ առանձնացված է կարելի է այսպես 3 տրիմեստր առանձնացնել հղիության ընթացքում 3 եռամսյակներ եւ յուրաքանչյուրին առանձնահատուկ վախեր են հատուկ օրինակ առաջին եռամսյակին հատուկ է վախեր թե ինչպես եմ ես դասավորելու իմ կյանքը, ինչպես եմ ես արդեն լինելու երեխայի հետ, գուցե ես պետք է փոխեմ իմ աշխատանքը կամ տարեկետում վերցնեմ, եթե ուսանող եմ, այսինքն մտավախությունները ու անհանգստությունները ավելի պատտվում են նրա հետ, որ կինը ստիպված է վերակառուցել ամբողջ իր կյանքի ընթացքը եւ վախերը այդպիսինն են։ Երկրորդ եռամսյակում վախերը հետևյալն են, որ տեսնես ինչպիսին է իմ երեխան, ինչ տեսք ունի, տեսնես իր հետ ամեն ինչ նորմալ է, արդյոք սկրինինգը ինչ կցույց տա, իր զարգացումը ճիշտ է ընթանում, արդյոք կկարողանամ ես այդ ընթացքում լինել հետագայում լավ մայր, այսինքն այսպես մի քիչ ավելի նեյտրալ ու ավելի շատ վախերը կապված են երեխայի առողջության, առողջ զարգացման հետ եւ երրորդ տրիմեստրում արդեն իսկ դա հենց ծննդաբերական վախերն են, արդյոք ինչ կլինի, արդյոք կհաջողեն բժիշկները, արդյոք կհասցնեն ինձ ճիշտ ժամանակին տեղ, արդյոք շատ ցավոտ կլինի ծննդաբերությունը, կկարողանամ դիմանալ, նորմալ կծնվի երեխան, թե ոչ։ Եվ ես կտամ 3 խորհուրդ, յուրաքանչյուր խորհուրդը ոնց որ ուղղված լինի ամեն եռամսյակի
երամսյակին, առաջին երամսյակի համար խորհուրդը հետևյալն է, որ կարևոր է, որ երեխան կա եւ հետեւաբար հնարավոր է ամեն ինչ կառուցել այնպես ու կարելի է դա անել կոնստրուկտիվ, այսինքն ոչ թե վախենալ նրանից, թե ինչպիսին կլինի իմ կյանքը, այլ գիտակցորեն այն կառուցել եւ իրոք լուրջ վերցնել թուղթ ու գրիչ ու մտածել, թե ինչպես է լինելու իմ ապագա կյանքը բալիկի հետ։ Խորհուրդ համար 2 վստահել բժիշկներին, ունենալ ուղղակի համոզվածություն, որ բոլոր անալիզները հանձնվում են ճշգրիտ, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, հետևել բոլոր այն խորհուրդներին, որ տալիս է բժիշկը եւ այդ դեպքում դուք կլինեք մաքսիմալ պաշտպանված եւ խորհուրդ համար 3 վստահել բնությանը, սեփական ինտուիցիային, որ բնությունը իրականում նախատեսել է, որ կնոջ օրգանիզմը կարող է ծննդաբերել առողջ բալիկ եւ ոչ մի խնդիր չի լինի, եթե մենք վստահենք մեր ինտուիցիային, բնությանը եւ համոզված լինենք, որ հաղթահարվելու է եւ ճիշտ ժամանակին օգնությունը բուժաշխատողից գալու է եւ մենք ինքներս կարող ենք նախապատրաստվել, իսկ նախապատրաստումը շատ կարեւոր նշանակություն ունի, որ ցավային զգացողությունները ավելի քիչ լինեն։ Բոլոր տրամադրության տատանումները ու մտավախությունները գալիս են պատասխանատվության զգացումից։ Հղին ինքը պատասխանատու է այն պտղի համար, որը կրում է, եւ այդ պատասխանատվությունն է, որ իրեն դրդում է այդպիսի անհանգստություններ ունենալ։ Իհարկե դրան գումարվում է ամբողջ այդ հորմոնալ փոփոխությունը, որի մասին մենք արդեն իսկ սկզբում խոսեցինք, այսինքն դա բնական է, որ արդեն իսկ զգայուն լինելով եւ պատասխանատվություն կրելով անհանգստությունը ավելանում է եւ այդ դեպքում ուղղակի պետք է հասկանալ դա, այս process-ը, օրինակ իմանալ։ Վերջերս հոգեբանության մեջ շատ մեծ տեղ է տրվում հոգեկրթությանը, այսինքն երբ որ մենք իրազեկված ենք, մենք արդեն իսկ դրանով պաշտպանված ենք եւ եթե հղի կինը գիտի, որ այն ինչ որ տեղի է ունենում իր հետ, դա նորմալ է եւ բոլոր այդ վախերը իրենք բնական են, հնարավոր կլինի այդտեղ այդ մինուսը, վախը փոխել պլյուսի, պատասխանատվության եւ ռեալ գործողություններ անել, որպեսզի պաշտպանվել եւ պաշտպանել սեփական բալիկին։ Օրինակ շատ կանայք իրոք որ փորձում են, եթե ստրեսային իրավիճակների մեջ են գտնվում հղիության ընթացքում, փորձում են օրինակ մտածել, որ լավ, հիմա ես հղի եմ, շատ ստրեսի չենթարկվեմ, հիմա ես պետք է մտածեմ իմ երեխայի մասին, կամ դնում են լավ երաժշտություն, փորձում են մթնոլորտ ստեղծել, որում երեխան եւս պտուղը եւս կունենա այսպիսի լավ զգացողություններ։ Այսինքն եթե դրան մենք նայենք այդ մեդալի հակառակ կողմին, վախի հակառակ կողմը, դա իրոք պատասխանատու եւ լավ վերաբերմունքն է հղիությանը։ Իհարկե բոլոր խորհուրդներին մենք պետք է հասկանանք, դա մեր մշակութայինն է, խորհուրդ տալով մարդիկ ուզում են իրենց հոգատարությունը ցույց տալ եւ մենք ոչ թե ծանր տանենք դա, ոչ թե վիրավորվենք, կարողանանք շնորհակալություն հայտնել այդ բոլոր խորհուրդների համար, բայց մենք ունենանք մեր ուղին եւ մենք իմանանք, թե որ խորհուրդն է մեր համար իրոք արժեքավոր, իսկ դա հենց մասնագետի խորհուրդն է եւ այն գրականությունից վերցրած խորհուրդը, որը մենք կընթերցենք եւս իր խորհրդով։ Կա այսպիսի մի տեխնիկա հոգեբանության մեջ, որը կոչվում է հույզերի արտացոլում։ Իրականում ծննդաբերած կնոջը կամ նոր ծննդաբերությանը պատրաստվող կնոջը շատ եւ շատ կարեւոր է այդ հուզական արտացոլումը, որպեսզի ուղղակի ինչ որ մեկը լինի կողքին, որի հետ ինքը կարողանա կիսվի իր մտավախություններով, անհանգստություններով եւ շատ հաճախ այդպիսի խոցելի վիճակում մենք ոչ թե խորհրդի կարիք ունենք, այլ ուղղակի կարեկցանքի, ուղղակի հանգիստ լսելու, ուղղակի խոսքի, որ հասկանում եմ, որ դժվար է, հասկանում եմ, որ ծանր է, բայց մենք ձեր կողքին ենք, մասնագետները ձեր կողքին են ու հնարավորինս լավ է ամեն ինչ լինելու, հենց հիմնվելով նրանից, որ օբյեկտիվորեն ամեն ինչ կարվի, որ լավ լինի։ Եթե անցել է արդեն 2-3 շաբաթ ծննդաբերությունից հետո, բայց կնոջ տագնապները, անհանգստությունները, թե ինչպես կլինի փոքրիկը, ինչպես կարող եմ ես քնել, շնչում է այն, թե չէ, ինչ-որ բան իր հետ կատարվում է, թե չէ, եթե այդպիսի վիճակ է, իհարկե, այստեղ շատ կարևորվում է հոգատար մեծահասակի դերը։
Այսինքն մենք մի քիչ առաջ խոսում ենք նրա մասին, որ շատ խորհուրդները խանգարում են մեկ-մեկ, բայց իրականում իմացող արդեն ծննդաբերած օրինակ տատիկի, հա, կամ այլ կնոջ խորհուրդը այստեղ շատ կարևորվում է։ Այսինքն երբ որ կինը զրուցում է ինչ որ մեկի հետ ու լսում է, որ իմ մոտ էլ է այդպես եղել եւ հաղթահարվել է, դա շատ կարևոր նշանակություն է ունենում, որ ուրեմն այն ինչ որ իմ հետ կատարվում է բնական է։ Ժամանակակից շրջանում շատ կանայք միանգամից ծննդաբերությունից հետո նույնիսկ հղիության ընթացքում գրվում են տարբեր բլոգերի, տարբեր խմբերի մեջ, թե Instagram-յան, թե Facebook-յան եւ մայրերի, հղիների, տարբեր տեսակի ակումբների հենց նրա համար, որպեսզի կարողանան իրենց մտավախություններով կիսվեն եւ ստանան որոշակի խորհուրդներ։ Իհարկե այդպիսի խմբերը պետք է շատ ուշադիր ընտրել, որովհետեւ ինչ ասես ու չզտված ինֆորմացիաներ ավելի շատ տագնապ ու վախ սփռող եւս լինում են, բայց եթե գրագետ խմբեր են, իրոք կանայք իրար հետ խոսելով կարող են այդ տագնապն ու անհանգստությունը ինչ որտեղ սփոփել։ Բայց նաև իհարկե ես ուզում եմ այստեղ արդեն կարևորել հոգեբանի դերը, որովհետև եթե տագնապները շարունակվում են, ինչի՞ չէ, մի խորհրդատվություն կարելի է վերցնել հոգեբանական եւ օրինակ շատ կենտրոններ առաջարկում են այդպիսի թե խմբային on-line տարբերակով, թե անհատական խորհրդատվության սեսիաներ, որոնց ընթացքում հոգեբանը ուղղակի կբացատրի կնոջը, թե իր հետ ինչ է կատարվում եւ քանի որ մեկ-մեկ այդպիսի խորացված տագնապը կարող է հիմք հանդիսանալ ինչ որ այլ ավելի երկարատև process-ի, լավ կլինի, որ այդ խորհրդատվությունը տեղի ունենա։ Երեխան ճիշտ է ծնվում է տեսնող, լսող, արձագանքող, բոլոր զգայարանները արդեն աշխատում են, բայց այնուհանդերձ դրանք հարմարեցված չեն մեր կյանքին, մեր աշխարհին եւ երեխան սովորում է լինել այս աշխարհում մայրիկի միջոցով, ամենաառաջին կոնտակտը երեխան ստանում է մայրիկից եւ շատ կարեւոր է մայրիկի հույզերը, մոր դրական հույզերը շատ կարեւոր նշանակություն են տալիս, որ երեխան կարողանա վստահել աշխարհին եւ դրական կերպով սկսի նրա մեջ իր սոցիալիզացիայի ուղին։ Այնպես որ իմ խորհուրդը կլինի մայրիկներին անպայման ցույց տալ էմոցիաները։ Նույնիսկ եթե տխուր ենք, կարելի է անվանել այդ էմոցիաները, որ բալիկ ուրախ եմ քեզ տեսնել, բայց ես տխուր եմ, որովհետեւ մի փոքր խառն եմ իմ գործերով եւ կարող է աբսուրդ թվալ, բայց երեխաները նման խոսքը կարող են ընկալել ու հասկանալ եւ նույնիսկ ինչ որ էներգետիկ մակարդակի վրա զգալ, որ մոր տխրությունը չի վերաբերվում իրեն եւ հակառակը ինքը կարողանում է սփոփել այդ տխրությունը։ Առհասարակ, երբ որ երեխան ծնվում է, մենք չպետք է երբեք անտեսենք պապայի դերը, որովհետև իրականում դա մեծ սխալ է, որ այսպիսի դուետ է ստեղծվում երեխայի եւ մայրիկի միջև եւ կարծես թե հայրը դուրս է գալիս, բայց իրականում դա եռանկյունի է ու ռեալ եւ շատ կարեւոր երեխայի զարգացման համար եռանկյունի է, երբ որ կա հայրիկը եւ հայրիկի համար եւս շատ կարեւոր է ներգրաված լինելը ոչ միայն երեխայի համար, այլ նաեւ հայրիկի համար, բայց եթե մենք պատասխանենք այն հարցին, որ երբ որ կինը տագնապում է հայրիկը գրկի երեխային, կարող եմ ասել, որ դա հենց հարմար պահը չի, որ հայրիկը միանա, այսինքն մայրը եւ երեխան պետք է ունենան իրենց մեջ կայացած հարաբերություններ եւ մայրը պետք է կարողանա զգալ իր երեխային, իսկ երեխան մորը։ Հայրը կարող է ներգրավվել այս process-ում, երբ որ օրինակ պայմանավորվում են մայրիկի հետ, որ ես հոգնած եմ, մի փոքր քնեմ գիշերը, այս ժամի դու արթնացի երեխայով զբաղվի եւ այդտեղ շատ բնական կլինի հայրիկի հոգատարությունը եւ երեխան կընկալի ու կսովորի հայրիկին, որի ձայնը ինքը դեռ իր ներարգանդային զարգացման ընթացքում լսել է, զգացել է եւ շատ կարեւոր կլինի իր զարգացման համար նաեւ դա խնամքի մեջ հոր ընդգրկումը, բայց ոչ այն պահին, երբ որ կա ինչ որ
հուզական ոչ ճիշտ կոնտակտ երեխայի հետ այդտեղ առհասարակ ինչպես եւ կյանքի հարաբերություններում ենք մենք խորհուրդ տալիս եթե կա լարվածություն ոչ թե թողնել մի կողմ այլ խոսել դրա շուրջ անընդհատ զրուցել ու կարողանալ լուծումներ գտնել նույն ձևով եւ այստեղ չմոռանանք որ չնայած երեխան չի խոսում բայց մենք իր հետ գտնվում ենք շատ լուրջ հարաբերությունների մեջ լինում են այնպիսի իրավիճակներ, որ երեխան ինչ-ինչ պատճառով չի քնում, լացում է եւ արդեն ժամից ավել կինը գրկած է լինում, մայրիկը գրկած է լինում երեխային եւ նա ոչ մի կերպ չի հանգստանում, այ հենց այդպիսի դեպքերում շատ կարեւոր է հայրիկի միջամտությունը, որպեսզի զգա թե իր կնոջ հոգեվիճակը, թե երեխայի եւ մոտենա այդ պահին նաեւ ինքը օգնություն ցուցաբերի, օգնի, վերցնի, գրկի երեխային, երբեմն շատ օգնում է, երբ որ մաքրոթի են դուրս գալիս այդ պահին եւ դա հենց թուլացնում է լարված մթնոլորտը եւ օգնում է թե կնոջը մի քիչ հանգստանալ ժամանակին, թե երեխային դուրս գալ արդեն այդ հուզական վիճակից, որում ինքը գտնվել է։ Եթե մենք խոսում ենք երեխայի կորստի մասին, ցավոք այդպես մեկ-մեկ լինում է, ցավոք, երբ որ նոր ծնված երեխան կամ դեռ չծնված երեխան, բայց որը արդեն կա եւ կինը իրեն արդեն սիրում է, պատկերացնում է, կապված է, երեխայի կորուստը շատ ծանր ստրես է կնոջ համար, որ ինքը հետո իրականում ողջ կյանքում չի մոռանում, որտեվ վերջի վերջո նշանակություն ունի քո երեխան ապրել է 1 ամիս, 1 օր 10 օր նա եղել է քո կյանքում, նա ապրել է քո կյանքում եւ այո, կինը անցնում է, ինչու միայն կինը, նաեւ ամուսինը, հայրը անցնում են բոլոր այն կորստի փուլերը, ինչպես կանցներ, եթե իրենք կորցնեին արդեն ձևավորված հասուն մեծ մարդ եւ այստեղ շատ կարեւոր է իրոք ուղակի ոչ կպչուն ձևով հոգատար լինել կնոջ նկատմամբ, որովհետեւ ինքը դրա կարիքը շատ ունի, որ հարգեն իր այդ կորստի զգացումը, իր վիշտը, օգնեն, որ ինքը վերապրի, կուզեմ կանանց ասեմ, որ դա նորմալ է, որ դուք տխուր եք, որովհետեւ դա ուղղակի նորմալ չէր լինի այսպես շատ արագ հաղթահարել այդ վիճակը ու անցնել առաջ բայց նաև շատ կարևոր կլինի այն խորհուրդը որ իմացեք որ անընդհատ նույն ձևով ցավոտ ու ծանր չի լինելու որ ժամանակը անպայման գալու է օգնության եւ կան որոշակի փուլեր Եվ այստեղ ժողովուրդը շատ իմաստուն է գտնվել առանցնեցնելով այդ 7-ը, 40-ը, մի տարին, իրոք որ 7 օր հետո կզգաք, որ այդ շատ սուր, հենց ֆիզիկական ցավին նմանվող ապրումները մի փոքր տեղի են տալիս, մինչև 40-ը կզգաք, որ կարողանում եք գոնե շնչել ու ապրել ու նայել առաջ և մինչև մի տարի այդ զգացողությունը, որ երեխան ձեր կողքին չի դառնալու է լուսավոր թախից։ Իրականում յուրաքանչյուր երեխա նույնիսկ այդքան կարճ կյանք ունեցող միևնույն է մնում է կնոջ սրտում, շարունակում է ապրել այնտեղ, նույնիսկ ես կասեմ, որ շփվելով կանանց հետ զգացել եմ, որ ուժեղացնում է կնոջը, դարձնում է ել ավելի պինդ ու պատրաստ կյանքի մարտահրավերներին։ Այնպես որ դա այն բարդ շրջանն է, որը ուղղակի պետք է զինվել համբերությամբ եւ վերապրել, չհանձնվել ու վերապրել։ Եվ իհարկե ժամանակին դիմել մասնագետին, բացարձակ պետք չի տանջվել ու շատ տառապել ու եթե զգում եք, որ ապրումները շատ ծանր են, ապա դրա համար ենք հենց մենք հոգեկան առողջության ոլորտի մասնագետներս, որ լինենք ձեր կողքին։ Յուրաքանչյուր մարդ, երբ որ կորստից հետո յուրովի է վերականգնվում։ Կան մարդիկ, որոնք գտնում են սփոփումը շատ բուռն աշխատանքային գործունեության մեջ, կան մարդիկ, որ անմիջապես պլանավորում են նոր հղիությունը։ Իմ խորհուրդը կլինի հետևյալը, որ միջև նոր հղիությունը իրոք թույլ տվեք ձեզ վերականգնվել, որովհետև երբեք նոր երեխան չի փոխհատուցում այն երեխային, որը այնպես ստացվեց, որ ձեր կողքին չի, հա, կորուստ եք ունեցել, այլ ինքը ունենալու է նոր կյանք, նոր զգացողություններ է ձեզ բերելու եւ շատ կարեւոր է, որ դուք կարողանաք էմոցիոնալ տեսանկյունից վերականգնված լինեք, որպեսզի կարողանաք նոր էմոցիաներով դիմավորեք ձեր նոր բալիկին։
Ժամանակակից կյանքը այնպիսին է, որ շատ հաճախ կինը ստիպված է 3-4 ամսական երեխային թողնել եւ արդեն դուրս գալ աշխատանքի եւ չմոռանանք, որ կապվածությունը երեխայի հետ երկկողմանի է, ոչ միայն երեխան է կապված մայրիկից շատ ուժեղ սիմբիոտիկ կապով, բայց նաեւ մայրն է կապված իր երեխային եւ ուզում է լինել իր երեխայի կողքին եւ տանում է դա շատ ստրեսային ձևով։ Եվ այստեղ խորհուրդս կլինի հետևյալը՝ իրոք պայմանավորվել երեխայի հետ, պայմանավորվել, հիշել, որ երեխան ժամանակավոր հուզական կոնտակտ ինչ-որ մեկ այլ մեծահասակի հետ կարող է հաստատել։ Եթե մենք տրամադրվում ենք այնպես ու երեխային ենք տրամադրում այնպես, որ ես պետք է 4 ժամով բացակայեմ, բայց ես անպայման վերադառնալու եմ, իսկ քո մասին եմ մտածելու, ես կգամ ու քեզ կգրկեմ։ Իրոք երեխան ի վիճակի է մի քանի ժամով այդ հուզական կոնտակտը հաստատել այն մեծահասակի հետ, որը իրեն խնամելու է դրա ընթացքում։ Ուղղակի կարելի է այստեղ մի խորհուրդ էլ տալ, որ այդ մեծահասակը մեկը կամ երկուսը լինեն, անընդհատ չփոփոխվեն, որովհետև երեխան այնուհանդերձ կապվում է այդ երկրորդ մեծահասակի հետ, որը գալիս է իրեն օգնության։ Եվ իհարկե երկրորդ խորհուրդս, եթե դա հնարավոր է, գոնե դուրս գալ աշխատանքի հետապային, օրինակ սկզբում կես դրույքով կամ 0.25 դրույքով, որովհետև նորացնին մի փոքր դժվար է այդ 8 ժամվա ընդմիջումը։ Թեպետ էլի հնարավոր է դա, եթե անխուսափելի է նման աշխատանքը, էլի հնարավոր է, եթե շատ ամուր հուզական կոնտակտ արդեն հաստատված է նորացնի հետ, նա կդիմանա։ Այսպես ասած, կարելի ասել, որ կարևոր չէ քանի ժամ եք անցկացնում երեխայի հետ, կարևոր է թե ինչպիսինն են այն ժամերը, որոնք դուք անցկացնում եք երեխայի հետ, հա։ Եթե այդ ժամը, որ դուք տանը կլինեք, ոչ թե կախված կլինեք հեռախոսից, այլ գործեր, հարթուկ եւ այլն, այլ այդ ժամանակը տրամադրված կլինի հենց երեխայի հետ կոնտակտի համար, երեխան գոհ ու բավարարված է լինելու դրանից։ Ընտանեկան հոգեթերապիայի ընթացքում խորհուրդ ենք տալիս ստեղծել փոքրիկ ռիտուալներ, ծեսեր ընտանիքի համար, թե ինչպես մեկը մյուսին կդիմավորի աշխատանքից, ինչպես կնշեն տոնը, ինչպես կանցկացնեն հանգստյան օր, ինչպես ցույց կտան մեկը մյուսի հանդեպ սերը, եւ այդ նույնը կարելի է անել նաեւ հայրիկի համար, որը շատ կարոտել է երեխային, եւ թույլ տալ ունենալ որոշակի ծես, որ օրինակ հայրիկն է քնացնում երեխային կամ հայրիկն է երաշտությունը ընտրում երեխայի քնացնելու համար, ինքն է օրորում երեխային կամ հանում երեկոյան զբոսանքի։ Նման փոքրիկ ծեսերի արկայությունը ոչ միայն կամրապնդի երեխա-հայրիկ կապը, այլ ընդհանուր ներընտանեկան կապերը։